Խաղաղություն ձեզ ժողովուրդը։ Շնորհակալ եմ Տիրոջից, որ ձեր մեջ եմ։ Ես հավատում եմ, որ Աստված, որ տվել է հնարավորություն ունեմ ամեն մեկիս հետ գործ ունի անելու։ Այստեղը որտեղ ես պետք է կարդամ, դա Գիրք երկրորդ օրինաց 9-րդ գլուխն է։ Եվ խոսքը հետևյալն է. ինչու խոստմունք։ Տերը, եթե նկատել եք սիրելիներ, Սուրբ գրքից նկատելի է, որ Աստված խոստմունքի ճանապարհով է շփվում մարդի հետ։ Այսինքն առևտուր չի անում մարդի վիճակների հետ, խոստմունք, միանգամից խոստմունքի ճանապարհով Աստված շփվում է մարդի հետ։ Ամբողջ Աստվածաշունչը թե 5 կտակարան, թե նոր կտակարան այդ մասին է ցույց տալիս։ Եվ այստեղ շատ հետաքրքիր օրինակ է 9-րդ գլուխը երկրորդ գիրք օրինաց 4-րդ համարից կարդում եմ. երբ քո Տեր Աստվածը ձանոն քո առջև է թալածը, սրտիդ մեջ չսես, թե Տերը իմ արդարությանս համար զիս այս երկիրը բերա, որպեսի ժառանգեմ, քանզի Տերը այս ազգերը իրենց անօրենությանը համար քո առջև հետ կվռնդե, ոչ թե քո արդարությանդ ու սրտիդ ուղղության համար կմտնես անոնց երկիրը ժառանգելու, այլ քո Տեր Աստվածդ այն ազգերու անօրենության համար զանոն քո առջև հետ կվռնդե, եւ որպեսի հաստատե այն խոսքը, որու համար քո հայրերուդ Աբրահամին, Իսահակին ու Հակոբին երդում ըրավ։ Ուստի գիտցիր, որ քո արդարությանը համար չէ, որ քո Տեր Աստվածը այս բարի երկիրը քեզի ժառանգել կտա, քանզի դուն խստապարանոց ժողովուրդ մնես։ Սիրելիներ, Աստված Իսրայել ժողովրդի խոստացել է բարի երկիրը տանելու։ Եվ չասես քո սրտի մեջ, որ իմ արդարության համար է, քո հետ կապ չունի, դու խստապարանոց ժողովուրդ ես։ Եթե խստապարանոց ժողովուրդ բարի երկիր ինչի է տանում, սիրելիներ։ Սկզբից թվասի ապաշխարեք, մաքրվեք, մի հատ խոնարհվեք։ Մարդից հույս չունի Աստված, դրա համար խոստմունք։ Ինչ օրհնություններ, որ մենք վայելել ենք, դա խոստմունք է։ Ամեն սիրելիներ։ Մենք չենք վաստակել այդ օրհնությունները։ Թե բժշկություններ, թե խնդիրների լուծումներ, թե Սուրբ Հոգու մկրտություն, այդ բոլորը խոստմունք են։ Եթե նայենք մեր վիճակին, մենք հավիտյան անարժան ենք։ Եվ սա նշան է, որ Աստված մարդից հույս չունի։ Ճանաչում է ով է մարդը, եւ Աստծո ծրագիրն է, Աստծո նպատակն է մարդին փրկել։ Անկամ փրկությունը խոստմունք է։ Փառք Տիրոջը։ Սիրելիներ։ Եվ դրա համար այսօր մի տեղել եմ կարդում, եղբայրներ քույրեր, քանի որ ժամանակը շատ սուղ է, քույրեր ունենք, պետք է խոսեն։ Գաղատացիս թղթից 3-րդ գլուխ 5-րդ խոսք։ Ուստի որ ձեզի հոգին բաշխեց, սա Սուրբ Հոգու մկրտությունն է, բաշխեց, այսինքն շնորհեց, չէ՞։ Եվ ձեր մեջ զորություններ գործեց, գործել է մեր կյանքում զորություններ Տերը, տարբեր հարցերում, օրենքին գործելովներ, թե հավատքին լսելովը։ Այսինքն մենք բոլոր Աստծո օրենքի պահանջները կատարել էինք, դրա համար Աստված սկսեց մեզի օրհնել, Սուրբ Հոգի տալ, ոչ, ապա հավատքի լսելովը։ Փառք Հիսուսին այս մեծ հրաշքի համար, սա հրաշք է։ Այսինքն սա նշան է, որ մարդը ճանաչի իրան, կոտրվի Տիրոջ առաջ, խոնարհվի Տիրոջ առաջ։ Եվ որպես օրինակ ուզում եմ Սուրբ գրքից ցույց տալ, տեղերը չեմ կարդա ժամանակի պատճառով, Մարկոս ավետարան 10-րդ գլխու
մենք տեսնում ենք, որ մի հարուստ մարդ մոտենում է Տեր Հիսուսին եւ ասում է. «Բարի վարդապետ, ինչ գործ գործեմ, որ երկնքի թագավորությունը ժառանգեմ»։ Հիշում եք, սիրելիներ։ Եվ Տերը պատվիրանները գիտես, այսինքն Տերը զգաց, որ այս մարդը ինչ է ուզում, ինչ հոգով է մոտեցել։ Որոնք են, եւ Տերը թվեց պատվիրանները մի գողանալ, մի շնանալ, սուտ վկայություն միներ, մանկությունից ի վեր կատարելը։ Եվ մեկ բան պակաս է քեզ։ Մեկ բան պակաս է քեզ։ Այ ինչն է պակաս Աստծո աչքերով նայած մարդի կյանքում, որ Աստված ուզում է հենց այդտեղից սկսի։ Գործերի մեջ, արարքների մեջ այս մարդը կատարյալ էր, ոչ գողացել էր, ոչ շնացել էր, բայց փարիսեցի էր, կատարյալ փարիսեցի։ Պատկերացնում եք, փարիսեցիները շատ լուրջ կրոնավորներ են, սա հոգևոր վիճակ չի, սա կրոնավորություն է։ Եվ Տերը սիրեց այդ փարիսեցուն։ Լավ է, բարոյական կյանքը վատ բան չէ, բայց բարոյական կյանքը անգամ բավարար չէ երկինք մտնելու։ Բարոյական կյանքով ապրող մարդիկ էլ պետք է ապաշխարեն։ Այսինքն Տերը բոլորիս ուշադրությունը ուղղում էր խոստումներին։ Եվ սրանով արմատախիլ է անում մարդկային արժանինքները, մարդկային արդարությունը։ Հիմա այս մարդը ինչ հոգով է մոտեցել։ Եվ Տերն ինչ է ասում։ Ունեցածը ծախի ու տուր աղքատներին, իմ հետևից արի։ Եվ եթե նկատելի է, սիրելիներ, նկատել եք, որ այստեղ պրոբլեմը հարստությունը չէր։ 24 համարը, 10-րդ գլխի 24 համարը կոնկրետ ասում։ Դժվար է հարուստներին երկնքի հարուստներին, հարստությանը հուսացողներուն երկնքի թագավորությունը մտնել։ Այսինքն ինչն էր պակաս։ Այս մարդի հույսը, այս մարդի հավատքը Հիսուսը չի, Աստծո վրա չի, սիրելիներ։ Այս մարդը իր արդարությունը գրկած եկել է եւ առևտուր է անում, առևտրի հոգին, եղբայրներ քույրեր։ Այսինքն այդ փրկությունը ես վաստակել եմ, ի՞նչն է պակաս։ Եվ Տերն ասեց դե արի հետևից։ Հույս չունի Հիսուսի վրա ո՞նց գնա։ Ինքը Աստծո վրա հույս չունի, Աստծո սիրո վրա հույս չունի, սիրելիներ։ Աստծո խոստումների վրա հույս չունի։ Իր հույսը իր արժանինքներն են, իր արդարությունն է։ Եվ սա խանգարում է հաղորդակցությունը Աստծո հետ։ Սրանք պետք է ջնջվեն, սիրելիներ։ Եվ երբ որ մարդին բացվում է շնորհքը, նրա հույսը լրիվ գնում է Հիսուսի վրա, փառք Տիրոջը։ Եվ այստեղ դրդությունը հետևյալն է։ Ինչը պետք է փոխվի մարդի կյանքում։ Հիմա այս փարիսեցու կյանքում ինչը պետք է փոխվեր։ Ինքը պատվիրանները պահել էր, չէր գողանում, չէր շնանում։ Հիսուսը չասեց մեկ-մեկ սուտ ես խոսում կամ մեկ-մեկ ես սխալները թույլ ես տալի։ Ասեց հույսը տին վրա տիր։ Սուրբ Գիրքը ասում է, որ հիշի որտեղից ընկար եւ ապաշխարի։ Դա Հայտնության գրքի 2-րդ գլխի 5-րդ խոսքում է գրված։ Եվ մենք պետք է Եդեմի պարտեզում տեսնենք մարդը ինչից է ընկել։ 3-րդ գլուխը Ծննդոց գրքի ցույց է տալիս մեզ, սիրելիներ։ Եթե հիշում եք, հակառակորդը երբ որ մոտեցավ օծի միջոցով Եվային, եւ որն էր սատանայի հաջողությունը։ Ինչ է ասել Աստված։ Եթե ես պտուղից ուտես, անշուշտ կմեռնես։ Եվ հակառակորդը ասեց, որ բնավ չես մեռնի։ Բնավ չես մեռնի։ Դուք էլ աստվածների պես կլինեք։ Եվ այդ սուտը ընդունեց Եվան, մարդը հավատաց այդ ստին։ Այսինքն, եթե նկատել եք, սիրելիներ, կասկած Աստծո սիրո վրա, այսինքն Աստված ձեզ խաբել է։ Չեք մեռնի, հակառակ, դուք աստվածների պես կլինեք։ Այսինքն Աստված խաբել է ձեզ։
Եթե խաբել է, ուրեմն ձեզ չի սիրում։ Սատանայի ամենամեծ հաջողությունը մարդի կյանքում, երբ որ մարդի մեջ հարուցում է այդ կասկածը Աստծո սիրո վրա, հոգևոր կյանքը չի ստացվի։ Մարդը դրանից հետո մտնում է առևտրի մեջ։ Ուրեմն մարդը ինչից է ընկել։ Ընկել է Աստծո սիրո վրա, Աստծո խոսքի վրա, Աստծո բարության վրա կասկածելուց։ Ուրեմն բժշկությունը ո՞րն է։ Ապաշխարեցեք եւ ավետարան հավատացեք։ Մարդի ապաշխարությունը պետք է սկսվի ոչ թե փարիսեցիական այդ վիճակներից։ Արարքները հետևանք են լինելու։ Ապաշխարությունը իմ ու քո պետք է սկսվի Աստծո սիրո վրա եղած կասկածից ազատվելու, ապաշխարելու եւ հավատալու Աստծո սիրուն։ Աստված սեր է եւ ան որ սիրո մեջ կբնակի Աստծո մեջ կբնակի եւ Աստված իր մեջ կբնակվի։ Ահա սիրելիներ հավիտենական կյանքը։ Եվ այսօր եթե այդ ապաշխարությունը չի եղել, մնացած ապաշխարությունը փարիսեցիական, փարիսեցիներն էլ էին ապաշխարել։ Չեն գողանում, չեն շնանում, արարքների մեջ կատարյալ էին, բայց փարիսեցի էին։ Աստծո հետ հաղորդակցություն չկար։ Այս մարդի հույսն ու հավատքը ունեցվածքն էր, արծաթասեր էր։ Իր սերը, իր հույսը, իր հավատքը արծաթն էր, ոսկին էր սիրելներ, իր փառքն էր, իր արժանինքներն էր։ Այս նույն կարգավիճակում, եթե նկատել եք անառակ որդու մեծ աղբերն էր։ Հիշում եք, որ մոտեցավ հորը։ Եվ երբ որ լսեց այդ ուրախության ձայնը, իմացավ, որ իր եղբայրը վերադարձել է եւ նրա համար է, շատ բարկացավ, շատ զայրացավ։ Եվ երբ որ հայրը խնդրում էր, որ ներս եթե, ասեց. այսքան տարի գիշեր ու ցերեկ ես ծառայեցի քեզ, բայց դու մի ուլել չտվեցիր ինձ, որ ես իմ բարեկամներիս հետ ուրախանամ։ Սա այդ անհավատությունն է, սիրելիներ, սա այդ վիրուսն է, մարդի եւ Աստծո մեջտեղ եղած վիրուսն է։ Եվ անառակ որդու մեծ աղբերը, սա առևտրի հոգին է։ Առևտրի այդ ոգին դիվական է, սիրելիներ։ Դիվական է։ Ես այս բոլորը կատարել եմ, դե դու ուլը տուր։ Եվ այսօր մարդիկ ինչ են աղոթում Աստծուն, չճանաչող մարդիկ։ Ես այսքան բարի գործեր եմ արել, այսքան արդարություն, դե այն խնդիրները ինչի՞ չես լուծում։ Եվ մեծ աղբերը դու ուլը տուր, ես կյանքը գիտեմ որն է, իմ բարեկամներիս հետ ուրախանամ։ Չասեցել գոնե հայր իրար հետ ուրախանանք, իմ բարեկամները։ Իմ ուրախությունը դրսում է, քո հետ կապ չունի, դու ուլը տուր, դու հաջողությունը տուր։ Սա է մարդի հավատքը, սա Ադամի հավատքն է։ Մենք Ադամից այս հավատքն ենք շարժանկել, ժողովուրդ ջան։ Ավետարանի հավատքը Աստծո սիրո վրա հաստատ է, եւ նա առևտուր չի անում։ Ով Իսրայել, չվերագրես քեզ։ Աստված խոստացել է, խոստմունքի ճանապարհով է մոտենում։ Թող բժշկություն լինի Հիսուսի անունով։ Համաձայն ենք, որ առաջ հոգևորը կատարվի։ Տերը մեր հավատքը բժշկում է, որ մեր հավատն էլ մեզ բժշկի։ Բոլորին Հիսուսն ասում էր, քո հավատքը քեզ բժշկեց։ Այսինքն քո հետ կապ չունի, հավատքի հետ կապ ունի քո խնդրի լուծումը։ Իսկ հավատքը Աստծո խոսքն է։ Հավատքը լսելուց է, լսել Աստծո խոսքից։ Հավատքը Աստծո խոսքն է, եղբայրներ, քույրեր։ Այսինքն հեղինակությունը տրվում է Աստծո խոսքին։ Մարդի արժանինքները զրոյից ցածր են։ Դրա համար Սատանան ճշմարտությունը չճանաչելու պատճառով կարողանում է շատերի հավատքը կոտրել, ինչ որ դու խնդրում ես Տիրոջից։ Մենք ամեն մեկս էլ ունենք ինչ որ խնդիրներ։ Մեկը խնդիրների լուծման կարիք ունի, մեկի կյանքում անբուժելի հիվանդություն է հայտնվել, բժշկվելու կարիք ունի, հակառակորդի մտքերից ու վախերից ազատագրվելու կարիք ունի, սիրելիներ, հակառակորդի կապանքներից ազատագրվելու կարիք ունի, ամեն մեկը կարիք ունեն, եւ սատանայի միտքը հետեւյալն է. հələ քո վիճակին նայ, դու անարժան ես։ Եվ երբ որ մարդին բացված չի ճշմարտությունը, կապում է իր արժանինքների հետ,
այդպես էլ զրկվում է Աստծո խոստումներից։ Եղբայրներ, քույրեր, Սուրբ Հոգին մեր հավատքը կառուցում է իր խոսքի վրա։ Ձեր անձերը շինեք ամենասուրբ հավատքի վրա։ Եվ երբ որ մենք ապավինում ենք Տիրոջ խոսքին, Տեր Երիա խոսքը հաստատում է հրաշքներով, նշաններով եւ բժշկություններով։ Փառավորվի Տիրոջ անունը։ Եվ այս փարիսեցու կողքին խաչի վրայի ավազակն եմ ուզում դնել։ Այդ ոնց եղավ։ Մի օր էլ չանցավ ու խաչի վրայի ավազակը այդ ոնց մաքրվեց, որ մի անգամից դրախտ գնաց։ Նա ավազակ էր։ Համեմատեք այս փարիսեցու հետ։ Մանկությունից ոչ գողացել է, ոչ շնացել է, ոչ սուտ է խոսացել եւ բոլոր պատվիրանները, ավազակն էլ մանկությունից ավազակ է եղել։ Ինչ ասես արել է սիրելիներ։ Հիմա դրախտով պետք է գնար։ Բայց տեսեք արդարությունը որն է։ Եվ ինչ հրաշք տեսավ ավազակը, որ ապաշխարեց։ Եթե հիշում եք, նա Աստծո սերը տեսավ։ Հանկարծ տեսավ մի անձնավորություն, որ իր սպանողներին ասում է հայրների սրանց չեն հասկանում ինչ են անում։ Բայց ինքը գիտի այդ ինչ բան է։ Ինքը ավազակ եկել, մեկը իրան թարսը նայել, արդեն հարցերը լուծել է։ Ու հանկարծ իր սպանողներին Հիսուսն ասմանների։ Ուրեմն սա մարդ չի, սա Աստված է։ Տեր ինձ էլ հիշի, երբ որ գաս քո թագավորությունով։ Նա ընդունեց, որ Տերն է։ Հույսը միանգամից ուր գնաց։ Հիսուսի վրա։ Եվ ով որ այս հույսը անոր վրա ունի, ինք զինք կմաքրի, ինչպես անիկա մաքուր է, տեղում մաքրեց հույսը իրան։ Այսօր դու ինձ այդ դրախտի մեջ կլնես։ Այսինքն այստեղ պարծենալու էլ ոչինչ չունի ավազակը, փառավորելու բան ունի։ Այսօր մեր հերթն է, սիրելիներ։ Բոլոր մեղավորները հույս չունեին, նրանց բոլոր հույսը գնում էր խոստմունքների վրա, դրա համար փրկվում էին, մեղքերի թողություն էին ստանում։ Մաքսավորն ու փարիսեցին տաճարում աղոթում էին, այն շնացող կինը, որ փարիսեցի Սիմոնի տան մեջ եկավ ընկավ Հիսուսի ոտերը, այդ հավատքն է արդարությունը։ Չասես քո սրտի մեջ, որ քո հետ կապ ունի Տիրոջ օրհնությունները։ Տերը մեր հավատն է բժշկում, որ մեր հավատն էլ մեզ բժշկի։ Եղբայրներ, քույրեր, ես հավատում եմ, որ Սուրբ Հոգին մեր ուշադրությունը հիմա ուղղել է իր խոստումներին, իր սիրուն եւ իր բերանից ելած խոստումներին։ Մենք այս աղոթքի ժամանակ մեր վիճակները դնենք Տիրոջ առաջ եւ ասենք. ոչ մի հույս չկա Տեր, մեր հույսը քո խոստումներն են։ Մեր հավատքը քո սերն է։ Մենք եկել ենք, դու սիրող հայրն ես, եւ այդ սերը ձրի է, որտեվ Աստված սեր է, սիրելիներ։ Եղբայրներ, քույրեր, եւ երբ որ մարդիկ ապավինում են եւ Տերը օրհնում է, նրանք միայն եթե պարծենան են միայն Քրիստոսով, միայն փառավորում են Տիրոջ անունը։ Շատ կարեւոր է այս հավատքի հրաշքը։ Ամենամեծ հրաշքը մարդի կյանքում, առաջի ամենամեծ հրաշքը, որ պետք է կատարվի, դա Ադամի հավատքից ազատվելն է եւ ավետարանի հավատքով ապրելն է։ Աստծո սիրո վրա կասկածելուց ապաշխարելն է եւ Աստծո սիրուն վստահելն է։ Սա ամենամեծ հրաշքն է, սիրելիներ։ Ալելույա։ Բոլոր մեղավորները այդ սերն էին տեսել, այդ սիրուն էին ապավինել եւ եկան ու փրկվան։ Բայց փարիսեցիները իրանց արդարությունը այսպես շալակած տանում էին ու տենց էլ չհասան այդ արդարության։ Իսրայելը նախանձավոր էր, բայց արդարության չհասավ, որովհետև Աստծո արդարությունը չգիտնալով, իրենց արդարությունը հաստատել ուզելով, Աստծո արդարությանը չնազանդեցան։ Եվ այսօր Սուրբ Հոգին մեզ ուզում է հաստատել ավետարանի վրա։ Տեսեք, Իսրայել, դու խստապարանոց ես, արժանի չես, խոստացել եմ, խոստմունքն եմ կատարում։ Հալելույա։ Եվ այդ սերը տենալով են մարդիկ ապաշխարում։ Անառակ որդին ո՞նց ապաշխարեց։ Եթե դուք հիշում եք, նա հիշեց հոր սերը, հորս տունը շատ բանվորներ կան հացով լցված, ես դեպ սովամա մեռնում եմ։
Հավատքը գնաց, հույսը գնաց հոր սիրո վրա։ Եվ երբ որ հայրը տեսավ այդ հավատքը, շնորհքի դռները բացվեց։ Հալելույա։ Բայց մեծ աղբոր առաջ շնորհքը չէր աշխատում, որտեվ ինքը առևտուր էր անում։ Ես ծառայել եմ, դե դու ուլը տուր։ Ես հավատում եմ, որ այդտեղ ժողովուրդ կա, որ Հիսուսից ինչ է ուզում։ Հիսուսին է ուզում, ուլ չի ուզում։ Հիսուսին է ուզում։ Սիրելիներ, անառակ որդին ինչ ուզեց հորից։ Սոված էր, սոված մարդը ինչ է ուզում։ Փողերը վերջացել էր, ինչ է ուզում, փող չուզեց, հաց չուզեց, ասեց հայր, ես քեզ եմ ուզում։ Դե որ եթե դու Աստծուն ունես, ուրեմն ամեն բան ունես, ինչ որ ունեմ, բոլորը քոնն է։ Եվ այս հավատքը արդարություն համարվեց։ Գանք Տիրոջ առաջ այս հայտնությունով, կանգնենք աղոթքի սիրելիներ։